Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ կազմակերպությունը կանգնած է անխուսափելի ֆինանսական կոլապսի շեմին։ Նրա խոսքով անդամ պետությունների չվճարած պարտավորությունները հասել են շուրջ 1,57 միլիարդ դոլարի, ինչը վտանգի տակ է դնում խաղաղապահ առաքելությունները, մարդասիրական ծրագրերն ու առողջապահական նախաձեռնությունները։ Ամենախոշոր պարտապաններից մեկը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Եթե ֆինանսական կանոնները չվերանայվեն կամ վճարումները չկարգավորվեն, ՄԱԿ-ը կարող է արդեն 2026 թվականի ամռանը կորցնել գործառնական կարողությունը։ Չինաստանը ուժեղացրել է ծովային և օդային պարեկությունները Սկարբորո խութի շրջանում, որը վիճելի տարածք է Ֆիլիպինների հետ։ Մանիլան հայտարարել է, որ գործողությունները խախտում են իր բացառիկ տնտեսական գոտին, մինչդեռ ԱՄՆ-ն բացահայտ աջակցում է Ֆիլիպիններին։ Տարածաշրջանը շարունակում է մնալ գերտերությունների մրցակցության առանցքում։ Իսրայելը հայտարարել է, որ Ռաֆահի անցակետը Եգիպտոսի հետ կբացվի մարդկանց տեղաշարժի համար, սակայն կմնա փակ բեռների և մարդասիրական օգնության համար։ Սա առաջին բացումն է 9 ամսվա ընթացքում։ Իսրայել-Համաս պատերազմից հետո որոշումը բուռն արձագանք է ստացել միջազգային կազմակերպությունների կողմից։ Փետրվարի 8-ին Ճապոնիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են էապես փոխել երկրի ներքին և արտաքին քաղաքական ուղղությունը։ Վարչապետ Սանայե Տակայիչին փորձում է պահպանել մեծամասնությունը Չինաստանի հետ լարված հարաբերությունների և ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության խորացման պայմաններում։ 2026 թվականի հունվարի 31-ի առաջին րոպեներից Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը Կոնգրեսում բյուջետային համաձայնության ձախողման պատճառով։ Սենատը հաստատել է շուրջ 1,2 տրիլիոն դոլարի ծախսային փաթեթը, սակայն ներկայացուցիչների պալատում այն ժամանակին քվեարկության չի դրվել։ Արդյունքում ֆինանսավորումից զրկվել են մի շարք առանցքային գերատեսչություններ, ներառյալ ներքին անվտանգության նախարարությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է արդար և հավասարակշռված բանակցությունների ԱՄՆ-ի հետ, սակայն բացառապես այն պայմանով, որ դրանք չներառեն Իրանի պաշտպանական և հրթիռային կարողությունները։ Վերջինս ընդգծել է, որ Իրանը չի բանակցի սպառնալիքների և ճնշման ներքո։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, Թեհրանը միաժամանակ պահում է դիվանագիտական դուռը բաց, բայց շարունակում է կոշտ գիծը ազգային անվտանգության հարցում։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ աջակցում է ԱՄՆ-ի միջնորդությամբ առաջարկված էներգետիկ հրադադարին, որը նախատեսում է ժամանակավորապես դադարեցնել հարվածները էներգետիկ ենթակառուցվածքներին։ Կիևը դա դիտարկում է որպես քաղաքացիական բնակչության պաշտպանությանը նպաստող քայլ, սակայն շեշտում է, առանց անվտանգության հստակ երաշխիքների և վերահաստատման մեխանիզմների երկարաժամկետ խաղաղություն հնարավոր չէ։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ժամանակակից էսմինեցը USS Delbert D. Black-ը խարսխվել է Իսրայելի հարավային Էյլաթ նավահանգստում, Կարմիր ծովի ափին։ Այս ամենը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում աճող լարվածության պայմաններում, հատկապես Իրանի հետ կապված զարգացումների ֆոնին։ Վերլուծաբանների կարծիքով այս քայլը ուղերձ է տարածաշրջանային հակառակորդներին և ընդգծում է ԱՄՆ-Իսրայել ռազմական համագործակցության խորացումը։ Իրանը հայտարարել է Օրմուզի նեղուցում լայնածավալ ռազմածովային զորավարժությունների մեկնարկի մասին, մի տարածքում, որտեղ անցնում է համաշխարհային նավթային առևտրի զգալի մասը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը արձագանքել է հայտարարությամբ, կոչ անելով Իրանի զինված ուժերին խուսափել վտանգավոր մանևրներից և կանխել պատահական բախումները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Պեկին, դառնալով վերջին 8 տարիների ընթացքում առաջին բրիտանացի առաջնորդը Չինաստանում։ Նա հանդիպել է նախագահ Սի Ցզինփինի հետ, քննարկելով առևտրի, տեխնոլոգիաների և կլիմայի ոլորտներում համագործակցության խորացումը։ Կողմերը խոսել են նոր վստահության փուլի մասին։ Այցը դիտարկվում է որպես Լոնդոնի արտաքին քաղաքականության կտրուկ վերադասավորում։